Ինչու հյուսիսայինների մեջ ինչ կապ ունի Հայաստանը կամ հայ ժողովուրդը հյուսիսի հետ։ Երբեք այսպես կանգ չենք առել, որ ասենք լավ ինչու ենք մենք այս ընտրության մեջ։ Այո, այդ բարբարոսներ անվանումը դու փոխանցվեց նաև հռոմեական կայսրությանը։ Հիմա էլի այդ հարցը դրված է Եվրամիություն, թե Եվրասիական միություն, հա, Ռուսաստան, թե Եվրամիություն, Ռուսաստան, թե Ամերիկա։ Ունիկալությունը հայկականության իմ կարծիքով հենց բանաձև Դրանտ Մաթևոսյանն էր գրել, որ երկու ոտքով խրված ասիական ցեխի մեջ հայացներս դեպի Եվրոպա ենք արել։ Ինքը ասում էր ես այս բանավեճի մեջ ես այլ եմ, ես տարբեր եմ, ես ուրիշն եմ։ Սովետական միությունը արևմուտք չէր, բայց սովետական միությունը նաև արևելք էլ չէր։ Սովետական միությունը եւ արևմուտք էր, եւ արևելք էր։ Քաղաքի կենտրոնում Beatles քննարկող սերունդը դա անոմալիա չէր, դա շատ լիովին տեղավորվում էր այդ քո ասած քաղաքակրթական միջավայրում։ Ողջույն, 24-ի եթերում Պրոֆզրույցն է։ Պրոֆզրույցի 6-րդ թողարկումը, այն վարում ենք ես, Նարեկ Գալստյանը եւ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Նախ հավանդաբար, արդեն ինչպես ընդունված է մեր եթերում, ուզում եմ շնորհակալություն հայտնել 5-րդ թողարկման ժամանակ ունեցած կարծիքների, դիտողությունների, դիտարկումների համար։ Դրանք իսկապես մեզ համար շատ կարևոր են հաջորդ թեմաները ընտրելու եւ այս զրույցին բռնվելու համար։ Եվ այսպես այսօրվա հաղորդումը ուզում եմ սկսել հիշեցնելով նաև իդեպ Հայաստանի կառավարության ղեկավարն էր Մովսես Խորենացուն հիշել, ես էլ հիշեմ Մովսես Խորենացու ողբը, այդ անմահական ստեղծագործությունը, որտեղ նա ողբի մեջ ասում էր ողբամ քեզ հայ ազգ վեհագույնը հյուսիսայինների մեջ, Ինչու հյուսիսայինների մեջ ինչ կապ ունի Հայաստանը կամ հայ ժողովուրդը հյուսիսի հետ, ինչու է Խորենացին պատմահայրը մեզ դարձնում հյուսիս։ Երբ որ մտածում ենք, փորձում ենք վերլուծել ու քննարկել, ենթադրում ենք, որ հյուսիս ասելով ընկալվում է այդ ժամանակվա հայտնի աշխարհի, հատվածը, այն է մեզ համար մոտիկ կամ հայտնի բյուզանդական, մերձավոր արևելյան, եւ այդ տրամաբանությամբ է ենթադրվում է, որ պատմահայր Խորենացի մեզ հյուսիսային է անվանում։ Իրականում մենք ունենք այդ դիլեման եւ այդ դիլեման մշտապես մեզ ուղեկցել է արևելք թե արևմուտք, որն է հայկական քաղաքակրթական ընտրությունը, այսպես ասենք, կամ ինչին ենք մենք պատկանում ու պատմության մեջ, երբ որ մենք նայում ենք բոլոր վայրիվերումները, մշտապես արևելյան եւ արևմտյան երկու խոշորագույն ուժերի միջև մենք ունեցել ենք այդ ընտրական process-ը։ Արևելյան կամ արևմտյանը մի քիչ ավելի այսպես հարաբերականորեն կարող ենք սկսել Պարթևստանից, Պարթևստան թե Հռոմ, եւ հասնել ընդհուպ մինչեւ այսօր մեզ առաջարկվող այս դիլեմային Ռուսաստան թե, չգիտեմ, այս պարագայում Թուրքիա, որտեղ հայկական արևմուտքը անցնում է Թուրքիայով։ Եվ ես եւ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը որոշեցինք այսօր խոսել, թե իսկապես որն է հայկական քաղաքական եւ ինքնութենական այլընտրանքը։ Շատ պայմանականորեն արևելք, որովհետև արևելքի եւ արևմուտքի սահմանումներն ու ընկալումները դարերի ընթացքում փոխվել են, եւ թե շատ պայմանականորեն արևմուտք։ Ռուբեն, արի գիտես այսպես ձևակերպենք, այդ այսպես բաժանումներ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ եւ այլն քաղաքական բաժանումներ աշխարհագրական նկատի ունեմ։ Երբեմն նաեւ փոխվում են ժամանակի ընթացքում, ժամանակաշրջան եւ իմ կարծիքով կարող են ունենալ պայմանական այսպես բնույթ եւ եթե մի քիչ այլ տեսանկյունից նայենք, Հայաստանը այսօր ընկալվում է որպես արևելք, երևի վաղուց արդեն, այնինչ ընկած էր Հռոմից, արևելք, ենթադրվում էր, որ արևելք էր, եւ նաեւ արևելքին տրվում էին որոշ բնութագրումներ, քիչ զարգացած բարբարոսներ եւ այլն եւ այլն, եւ հետագայում ծագեց այդ մյուս, այսպես կոչված ուղղությունը, օրիենտալիզմը, երբ արևմուտքը ծանոթանում է արևելքին, բացահայտում է արևելքին, բայց շահագործում է արևելքին եւ Հայաստանը էլի այդ խաչմերուկում էր, այսինքն այս դիլեման ինչ դու ասում ես ծագել է, բայց թե ինչու է ծագել եւ ամենակարևորը ինչու ենք մենք մտել այդ դիլեմայի մեջ, այդ տեսության մեջ եւ տեմպի տակ դարերով անընդհատ մենք պայքարում ենք
սա կամ նա, արևելք թե արևմուտք, Ռուսաստան թե հունասերներ թե պարսկասերներ, բյուզանդասերներ թե այո, այս հարցը ինձ թվում արաբասերներ, հա։ Այո, այս հարցը ինձ թվում է այսպես մտել է ինքնաբերաբար միգուցե, բայց երբեք այսպես կանգ չենք առել, որ ասենք լավ ինչու ենք մենք այս ընտրության մեջ, ինչու ենք ընտրում այս բանաձևը, միգուցե այս բանաձևը ընդհանրապես սխալ է եւ ես դրա պատասխանն ունեմ, իմ կարծիքով սխալ է եւ այսօր զրույցի մի ընթացքում իմ բանաձևը փորձեմ ներկայացնել, բայց եթե նայենք ավելի հնուց, այս դիլեման արևելք եւ արևմուտք սկսում է միգուցե այսպես սկզբնակետ վերցնենք Տիգրան Մեծից, հա։ Հիմա Տիգրան Մեծի պետությունը ինքը հելենական պետություն էր, թե այսինքն արևմտյան պետություն էր, թե արևելյան պետություն էր։ Տիգրան Մեծը ավելի շատ իր տիրապետության եւ իր կառավարման ոճի մեջ ուներ արևմտյան տարեր, մանավանդ երբ որ Պոմպեոսը նրան հաղթելուց հետո հռչակեց Հռոմի բարեկամ ինչպես Թրամփը, հա, Հայաստանը հռչակեց իր WhatsApp-ի ընկերներից մեկը եւ այլն, այդ դրանից հետո բայց դիմաց Ալբանիա գրել։ Այո, եւ դրանից հետո հիմա Հայաստանը Պոմպեոսի նվաճումից հետո դարձավ լիովին արևմտյան, թե ոչ, եթե նայում ենք օրինակ ճարտարապետությունը, Արտաշատը, քաղաքները, հա, այդ աստվածությունները, աստվածների արձանները, Անահիտ Աստվածուհու արձանը, որ մինչև հիմա արևմուտքի, հա, Մեծ Բրիտանիայի բրիտանական Դա Պոմպեոսի նվաճումից առաջ էր կարծես։ Այո, չէ, եթե վերցնում ենք որպես մեր պետականության հզորության ժամանակաշրջան։ Արի Մակեդոնացու արշավանքներով փորձենք հասկանալ, որովհետև հելենիստական այն արևմտյան հիմիկվա անկալումներով արևմտյան էլի քաղաքակրթական արժեքները դեպի այս ուղղությամբ եկան, ենթադրում եմ հենց հելենիստական այդ էքսպանսիայի, հա, նաև մշակութային էքսպանսիայի արդյունքում։ Ու այո, այդ բարբարոսներ անվանումը դեպի արևելք ընկած իրենց ցեղերի կամ պետությունների տերությունների ավելի շատ հելենական շրջանից սկսվեց, հետո փոխանցվեց նաև հռոմեական կայսրությանը, բայց այստեղ էլ էր այդ բանը շատ հարաբերական, որովհետև գիտես ինչ ասենք, հələ Հայաստանը լավ, մի քիչ մենք մեզ չգովանք, բան չանենք, բայց դժվար էր, ասենք, ժամանակի Պարթևստանը բարբարոսական պետություն անվանել, էլի։ Բայց արի մենք մեզ գովանք այստեղ, որովհետև մենք այնուամենայնիվ տարբերվում էինք եւ տարբերվում ենք, հետեւաբար այդ դիլեման, օրինակ Իրանի համար, Պարթևստանի համար քո ասած, հա, այսօրվա Իրանի համար, այդ հարցը այդքան սուր դրված չի, արևելք թե արևմուտք, որովհետև ինքը հենց արևելք է։ Բայց մեզ համար այդ հարցը դրված է եղել մեր թվարկությունից առաջ ամբողջ մեր պատմության ընթացքում, մեր գրականության, արվեստի, քաղաքականության, կողմնորոշումների, գաղափարախոսության, այս ամբողջ ընթացքով եկել ասել է ներկա մեր օրերը եւ հիմա էլ էլի այդ հարցը դրված է Եվրամիություն թե Եվրասիական միություն, հա, Ռուսաստան թե Եվրամիություն, Ռուսաստան թե Ամերիկա եւ այսպես շարունակ։ Բայց այս հարցը մենք տալիս ենք, այս հարցին մենք համարում ենք մեզ պատասխանող, բայց երբեք կամ քիչ ենք մտածում, թե ինչու է ընդհանրապես այս հարցը ծագել մեզ մոտ եւ իմ կարծիքով այս հարցը սխալ է դրված, որովհետեւ Հայաստանը այս բաժանումների տրամաբանության մեջ չի մտնում, ինքը չի կարող բաժանվել եւ հստակ ասել, որ արևմուտք է եւ չի էլ կարող բաժանվել ու հստակ ասել, որ արևելք է, բայց Հայաստանը ունի յուրահատկություններ երկուսից էլ, հետեւաբար իմ կարծիքով մեր բանաձևը այս երկուսի ինչ որ տարերը ընդունելով հանդերձ այնուամենայնիվ մեր ունիկալը, մեր հայկականը եւ այստեղ ամենևին ոչ պարծենկոտություն է, ոչ գոռոզություն է, ոչ եւ այլն, այդ հայկականությունը շեշտել է։ Հիմա քո ժպիտը հարուցում է դա միգուցե, բայց ասենք, այ հայտնի բանաստեղծության մեջ չէ, սևականացնում միայն մենք ունենք, չէ, բայց պետք է խոսանք, որ միայն մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց միայն մենք ունենք եւ այլն։ Անին եւ այլն։ Հիմա նայ, բայց ասենք մեր այբուբենը, ով ունի նույն այբուբենից, որևէ երկրորդ ազգ չունի։ Մեր Արմենոիդ մենք ում հետ ենք ազգական։ Եվրոպական ցեղ ենք։ Անմիջական, ասենք սլավոնական ազգերը իրար ազգական են։ Մենք ում հետ ենք սեմիտ չենք, այդքան մոտիկ ինչ որ կարող են գտնել հնդիրանական եւ այլն, բայց որ ասենք հիմա
ռուսների ու բելոռուսների անցալումը իրար հանդեպ, չեմ ուզբեկների եւ ղազախների կամ թուրքերի ու ադրբեջանցիների եւ այսպես շարունակա նույն էթնոընտանիքի տարբեր բայց մենք չունենք, մենք այդպեսի չունենք։ Հայ առաքելական քրիստոնեությունը մենք էլի չէ մեր տարբերություն ունենք քույր եկեղեցիներ, նմանություններ, բայց ունիկալ, իմանանք ունիկալությունը հայկականության իմ կարծիքով հենց բանաձևը պետք է լինի, այսինքն ոչ թե կամ ընտրենք արևելքի ու արևմուտքի մեջ, այլ ֆիքսենք, որ մենք տարբեր ենք եւ այդ տարբերությունը տարբեր ձևերով արտացոլել։ Իմանայ, այդ քո ասած հելենականից եթե գանք, հելենիստականից գանք, օրինակ 4-րդ դար մեկ այլ հիմա գովերքված կամ շատ քննարկված պերսոնաժ, Պապ Թագավորը։ Արդեն Պապ Թագավորի ժամանակ, արշակների ժամանակ այդ հարցը էլի դրված էր։ Արևելք թե արևմուտք, չէ՞։ Այսինքն Պապը որտեղից եկավ գահի, որտեղ էր գերի, արևմուտքում, պայմանական ասած, հա, եւ եկավ, դա էլ է հարաբերական էլի։ Հա, բայց այնուամենայնիվ այդ պայքարը դրա մեջ էր, ու այդ ժամանակ արդեն կար հստակ բաժանարարքից քրիստոնեությունը, որ արևելքից մեծ տարբերում էր, որտեղ արևելքի պետությունների ժողովուրդների մեծ մասը քրիստոնյա չէին, իսկ ավելի ուշ Մուհամեդ Մարգարեից հետո մեծ մասը մուսուլման էին, այսինքն մենք գտնվելով արևելքում այնուամենայնիվ էլի տարբերվում ենք այդ իսլամական մեծ օվկիանոսի մեջ։ Ես կարծեմ, որ ասում էիր մեր գրական կյանքում էլ դա քննարկվել, եթե չեմ սխալվում, Հրանտ Մաթևոսյանն էր գրել, որ երկու ոտքով խրված ասիական ցեխի մեջ հայացներս դեպի Եվրոպա են քարել։ Գիտես, ես այստեղ պետքա մի քիչ այդ արևմուտքի եւ արևելքի տարբերությունների եւ ընկալումների մասն իմ կարծիքով խոսենք, որպեսզի հասկանանք, թե ինչի նկատի ունենք արևմուտք եւ արևելք ասելով, դասական առումով այլևս արդեն քրիստոնեությունից հետո արևմտյան աշխարհը ընկալվում է քրիստոնեական քաղաքակրթությունը, քրիստոնեական արժեքների վրա հիմնված քաղաքակրթությունը։ Այսօրվա արևմուտքը եւ այն ժամանակվա արևմուտքը, որոնք որ այդ ընկալումների հետ իրար հետ առնվազն որևիցե կապ չունեն, որտեվ եթե այն ժամանակ արևմուտքի արտահանվող ճակերտավոր ապրանքը քրիստոնեությունն էր, հա, միսիոներությունը, կաթոլիկ աշխարհը, ինչ որտեղ նաև ընկալվում էր ուղղափառ աշխարհը որպես արևմուտք, ասենք Պետրոսից հետո, հա, պայմանական ասած չնայած բուն արևմուտքում Ռուսաստանը չէին ընկալում որպես իրենք էին այդ դիլեմայի մեջ։ Հա, արևմուտքին թե արևելքի եւ այլն, բայց դրա հետ միասին այսօրվա արևմուտքը որևիցե կապ չունի այդ քրիստոնեության միսիոներական արտահանման մյուսի հետ, այսօրվա արևմուտքը մարդու իրավունքների ժողովրդավարության տեղ-տեղ գլոբալիստական, տեղ-տեղ համահարթեցված, տեղ-տեղ հակաքրիստոնեական կարելի է ասել, ցավոք սրտի հակաքրիստոնեական տրենդի մեջ է։ Բայց գալով մեր բանին, որ դու ասում ես մենք պետք է լինենք խաչմերուկում եւ պետք է լինենք այդ կամուրջը ասեմ կամ սեփական յուրօրինակությունը կամ ինքնատիպությունը պահպանող պետություն, ժողովուրդ, ազգ կամ չգիտեմ հանրույթ, խնդրեմը այն է, որ ցավոք սրտի այդ ընտրությունը ոչ թե մենք ենք մշտապես կամովին կատարում կամ կատարել, այլ այդ ընտրության արժեքը մեզ դրել են ու քո փոքրությունը, քաղաքական համակարգի անկատարությունը, չգիտեմ, զարգացվածության ինչ որ աստիճանը, երկրի ընդհանուր դիմադրողականությունը, ներքին իրավիճակը եւ այլն, այդ ամեն ինչը ավտոմատ ստիպել է քո քաղաքական էլիտային, քո իշխող վերնախավին մտնել այդ բանի մեջ, այդ բանավեճի մեջ։ Հա, բայց ամեն դեպքում ճիշտ չի ստացվել եւ անոմալ է եղել այդ մուտքը մեր այդ բանավեճի մեջ եւ դրա համար ինքը դարեր շարունակ անընդհատ այդ մեխանիզմը փչանում է կամ ոչ թե փչանում է, չի էլ աշխատում, որովհետեւ երբ որ դու մտնում ես մի սխալ բանաձևի մեջ, այդ բանաձևը չի կարող աշխատել։ Հիմա մենք այսօր կգանք այդ քո ասած այսօրվա նաև, հա, փորձենք համեմատել, բայց ու մեր հասարակության մեջ այդ տենդենսները, մի քանի ցայտուն օրինակներ կա, բայց հիմա նայ, անգամ ճարտարապետության եւ պետական արարողակարգի մեջ, մա անի Բագրատունյաց թագավորությունը, անի մայրաքաղաքը, մա արևելյան քաղաք էր թե արևմտյան։ Հիմա որ նայում ես անի ճարտարապետությանը,
եւ համեմատում ես ժամանակի այլ պետությունների ճարտարապետությանը, ապա տեսնում ես, որ տարեր երկուսից էլ կային, բայց ինքը հայկական էր ըստ էության։ Այսինքն հայ ճարտարապետները կարող գնում էին Բյուզանդիայում էին սովորում, հա, այն ճարտարապետները, ովքեր կառուցել են Անիի եկեղեցիներ։ Բայց այդ եկեղեցիները իրենց ոճով ամեն ինչով իրենք տարբերվում էին այդ ժամանակվա քրիստոնեական տրենդային ճարտարապետությունից, ոչ միայն տուֆ քարով, որը տեղի քար էր, այլև տարբեր այլ նյուանսներով, տարերով եւ այլն, եւ անգամ այն մսկիթը, որ Անիում կառուցված է, Մանուչեի մսկիթը, ինքը նույնպես ժամանակի այսպես այլ մսկիթներից տարբեր էր, հետեւաբար մնա Անիում գտնված Գագիկ թագավորի արձանը, որը արաբական չալմայով է եւ այլն, բայց ձերքին քրիստոնեական եկեղեցի Գագկաշեն տաճարն է։ Դե պասպին դա պահել էր այդ արձան, հա, արշավախումբը։ Դե այսպես ասեմ, Մարի Նիկողոյաս Մարի արշավախումբն է եղել, հետո պահվել է թանգարանում, Օրբելին, Հովսեփ Օրբելին էլ նրա հետ ավելի երիտասարդ, ենթադրում եմ, որ հետո արդեն անից հետո երբ որ անցել է թուրքերին, մնացել է այնտեղի թանգարաններից որևէ մեկում, կամ միգուցե կորել է ճանապարհին կամ ջարդել են։ Ես ինչ-որ հիմա բանը չեմ ուզում շեղվելով թեմայից, բայց ինքը շատ հետաքրքիր է, որովհետև ինքը մեծ հաշվով հայոց պահպանված միակ արքայի արձանն է, եթե չեմ սխալվում։ Եվ նա է այնտեղ, որ պեղումներն արել են 1900-ականների սկզբին, Հովսեփ Օրբելին այդտեղ փոքր թանգարան է սարքել Անիում, որտեղ այդ էքսպոնատները ցուցադրվել են, այդ թվում եւ Գագիկ արքայի արձանը։ Այլ դամբարաններն են պեղել արքաների, այնտեղ գտել են Աշոտ 3-րդի գերեզմանը, Կատրանի դեթագու եւ Հա, ասում եմ, երբ որ այդ վարձակումը տեղի ունեցել, սա մեր հնագետ ընկերներին պետք է հարցնենք, Մարի արշավախումբը կամ այնտեղի երիտասարդ հնագետները, որոնք որ մասնակցել են, պահել են Գագիկ թագավորի արձանը, Արաքսի այսպես ավազանի ինչ-որ մի հատվածում։ Երևի այդ փորձը կիրառել է հետո Հովսեփ Օրբելին, երբ որ երկրորդ համաշխարհային ժամանակ Էրմիտաժներ էվակուացնում, միգուցե արդեն փորձ ունեցել, բայց կա այնտեղ լուսանկարներ են նաև պահպանված տարբեր Անի եկեղեցիներում պեղումների ժամանակ եւ այլն, այնտեղ դամբարանների եւ այլն։ Լավ, հիմա ամեն դեպքում եթե վերադառնանք, տեսնենք որ այդտեղ էլ կա տարբերություն, այնուամենայնիվ կա։ Հիմա ամենավիճելի հարցը տամ, հարցը այսպես բարձրացնեմ, Կիլիկիայի հայկական թագավորությունը դասական համարվում է, պետք է որ համարվի արևմտյան պետություն, ըստ էության, բայց արդյոք դա ասենք շփվում էին այն ժամանակվա արևմտյան տարբեր մեծ ու փոքր պետությունների հետ եւ այլն, բայց դա արդյոք ոչ մի տարբերություն չուներ լիովին նույնն էր ինչ որ եվրոպական փոքր ասենք իշխանություններն այնուամենայնիվ անգամ Կիլիկիայի լատին իշխանությունները, որոնք որ բուն լատին իշխանություններ էին, այսինքն կաթոլիկ իշխանություններ էին եւ խաչակիրների հետևանքով ստեղծված, այսինքն Անդիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունը եւ Երուսաղեմի թագավորությունը, հա, անգամ իրենցով ունեին արևելյան բազմաթիվ շերտեր, այսինքն, չգիտեմ, թագավորը ասենք օրինակ եմ բոհեմունդներ, հա, ասենք Անտիոքի դուքսը բոհեմունդներ, ինքը կարծեմ ֆրանսիացի էր, ֆրանսիական ազնվական տոհմից էր, ֆրանսիական արքունիքի այսպես ազգական, հա, կամ թագավորական ընտանիքի, բայց իրենց ամբողջական այսպես պրոցեպանի մեջ, այդ կերպարի մեջ, շղարճի մեջ արևելյան տարեր կային, որովհետև տեղայնացումը արևելյան էր այնուամենայնիվ, ուզեին չուզեին, ասենք սառացինների հետ էին շփվում, ուզեին, չգիտեմ, այլ այսպես մուսուլման Ռոմի սուլթանությունը կար, մյուսը կար եւ այլն եւ այլն։ Ես այստեղ էլ էլի իմ բանաձևն ունեմ, որ տես նույն Կոնիայի սելջուկները կային, Կիլիկիայի թագավորներն ու իշխաններն իրենց նաև անվանում էին հայոց թագավոր, չէ, ասենք հայոց։ Եվ այդ հայոցն ասելով իրենք ենթադրում են, որ իրենց առանձնացնում են ժամանակի եւ արևելքից եւ արևմուտքից, այսինքն եւ սելջուկներից եւ արևմտյան տարբեր այսպես տեղական դրան մեր քրիստոնեության բանն է, տեսակն է։ Իհարկե, բայց այսինքն երբ որ դու ասում ես ես հայոց իշխանն եմ, կամ իշխան եմ, կամ հայոց թագավորն եմ, դու գիտակցաբար կամ ենթագիտակցորեն շեշտում ես քո յուրահատկությունը, որը տարբերվում է եւ ասում ես, որ ես ես բանավեճի մեջ, երբ որ մտնեմ, երբ որ ասենք մլեհ իշխանը շատ ակտիվ դիվանագիտական հարաբերություններ հաստատում նաեւ մուսուլման այդ ժամանակ չէ, տարբերություններ եւ այլն, բայց ինքը ասում էր ես այս բանավեճի մեջ ես այլ եմ, ես տարբեր եմ, ես ուրիշն եմ։ Հիմա եթե sense
ժամանակային բանով առաջ գանք, հասնենք օրինակ սովետական Երևան, երբ որ կառուցվում էր Երևան։ Հիմա հին Երևանն ինչպիսին էր։ Հին Երևանը գոնե նկարներով տիպիկ արևելյան բազար, արևելյան բազար հիշեցնող բան էր, քաղաք էր։ Ու քաղաքը որ Նավան էր քաղաք էր, Բայց դա ասենք նայ արևելյան տիպիկ արևելյան քաղաք էր ինքը։ Ուխտերի նկարները ես մի քանի տեղում հանդիպել։ Դավայի դիք տաղամաս անուն է Դավան հենց ուխտ է նշանակում։ Ուխտերի ստայանքն է, պարկինգն է եղել այդտեղ եւ այլն, շուկայի մոտ։ Մսկիթ, Փակ շուկայի մոտ, չէ՞ դա։ Չէ։ Այսօր գումի շուկայի մոտ, հա։ Մսկիթ, շուկա, Անտարի շուկան, Քարվանսարա, այսօրվա կենտրոնում, Չեմբերտ եւ այլն, բայց դրա կողքին հայկական եկեղեցիներ, այսօրվա Սուրբ Զորավոր եկեղեցին, Կաթողիկեն, Սուրբ Հովանեսը եւ այլն, հա, նաեւ որոնք քանդվել են, Կինոմոսկվայի Պողոս Պետրոս եւ այլն։ Այսինքն էլի այստեղ արևելք, արևմուտք կամ բախման մեջ էլի հայկականություն եւ հիմա նա երբ որ քանդվել է հին Երևանը ու կառուցվել է նորը։ Այստեղ էլի փաստորեն քանդվում է արևելքը, արևելյանը եւ կառուցվում է տեղը, ինչ էր կառուցվելու։ Սովետական քաղաք, բայց արդյոք Երևանը դարձավ սովետական քաղաք։ Արդյոք այս կառուցված Երևանի մեջ էլի չկա յուրահատկություն եւ այդ սովետական կամ Հա, մինչև հələ սովետական միությունը, այդ ցարական շրջանի շենքերը որ նայեք, օրինակ Համալսարանի սև շենքը, Աբովյան փողոց, Աբովյան փողոցով ներքև այդ ինչ որ Աուքսի շենքը, Աստաֆյան փողոցը, այո, ունենք նույն Աուքսի շենքը։ Ինքը ինչ էր, դասական ոճով բերված էր ռուսական, այսպես կայսերական ոճը, կոչվում էր ռոսիյսկի կոլոնիալնի ստիլ կամ բալտիցկի ստիլ ճարտարապետություն։ Այսինքն դա Պետերբուրգի այլ կամ ավելի փոքր քաղաքների ոճներ, որ հայ ճարտարապետները տեսել եկել սարքել։ Հիմա Թամանյանը ինքը ի վերջո այդ կուլտուրայի բանն է, չէ՞, այո։ Հիմա բերել էր, որպեսզի արևելքի տեղը կառուցի սովետական կամ կառուցի ցարական կամ Կարս քաղաքը վերցնենք, հա, Գյումրին վերցնենք։ Հիմա Գյումրին ինքը որ նայում ես, Գյումրիի կենտրոն որ հիմա գնում ես, դա ինչ կարող ես ասել, սա տիպիկ արևելյան քաղաք է, թե կարող ես ասել, սա տիպիկ ռուսական քաղաք է։ Ոչ այն ես կարող ասել, ոչ այն ես կարող ասել, որովհետև դա տիպիկ հայկական քաղաք է։ Տիպիկ հայկական ճարտարապետությունը անշուշտ իր առանձին ուղղությունն է, դա ոչ մեկ չի կարող վիճարկել։ Այստեղ ճարտարապետությունն վրա այդքան շեշտադրություն չի դնի, ինչքան քաղաքակրթական ընկալումների վրա, էլի։ Հա, բայց քո ասացի մեջ այդ ճարտարապետության մեջ քաղաքակրթությունն է զարգանում։ Այսինքն կառուցված Երևանում, բանում, Մատենադարան ներքև Սկվազնիաչոկ կաֆեում, որը ճարտարապետական հզոր շենքի տակ գտնող ինչ էր զարգանում, այլախոհական միտք, բանավեճեր եւ դա բաներ, արևմտյաներ, դա սովետական էր, թե դա ինչ էր։ Դե հիմա կներես, գիտես, ասենք չայխանաներում էլ կարող է ազատական միտքը զարգանա կամ լավ ինչ որ այլընտրանքային բանավեճեր ու քննարկումներ ու զրույցներ տեղ ունենան։ Իհարկե, բայց դա յուրահատուկ էր, թե յուրահատուկ, ես ասում եմ, որ հայկականություն կար, դա յուրահատուկ էր, հենց ոչ թե արևմտյաներ եւ արևելյան, այլ դա հայկական էր, ես համաձայն եմ, ես դա չեմ վիճարկում։ Այստեղ հարցը հիմա մի փոքր քաղաքային կուլտուրայից ճարտարապետությունից տեղափոխենք քաղաքակրթական ուղղվածություն, հա։ Մենք մի անգամ կարծես խոսել ենք, օրինակ այդ կամրջի ֆանտաստիկ օրինակա արձակագիր Կոստանզարյանը, հա, լրագրող արձակագիր Կոստանզարյանը, մարդ, որը որ Իսպանիայի եւ Իտալիայի լավագույն բոհեմական, այսպես գրական միջավայրից եկավ տեղափոխվեց դեռևս 50-ականներին է եկել, այսինքն ընդամենը պատերազմից 5-10 տարի անց ու նոր ապակինվող, նոր վերականգնվող Երևան, նոր վերականգնվող Հայաստան, վերականգնվողի նկատությունը պատերազմի ամիջական հետևանքով, բայց ամբողջ սովետական միությունը գտնվում էր տնտեսական փլատակների տակ, այսպես ասենք, մարդկային կենցաղի տրամաբանությունից ելնելով, ու ինքը կարողացավ հենց այդ իր Իսպանիայով, Նավա լեռան վրայով եւ մնացած այլ կոթողային իմ կարծիքով ստեղծագործություններով որոշակի առումով այդ դեպի արևելք ու արևմուտք կապը հանդիսանալ։ Ուղղակի մեր, չգիտեմ, բախտն ա բերել կամ մեր պատմությունն է այդպես դասավորվել, որ սովետական միությունը ինքը իրենով լինելով այսպես էլի յունիկ, հա, յուրահատուկ, չկրկնվող քաղաքական համակարգ,
ինքը արևելքի եւ արևմուտքի համահարթեցման որոշակի տրամաբանություն մցրեց նաեւ այս բաների մեջ, այսինքն դա սովետական միությունը արևմուտք չէր, բայց սովետական միությունը նաեւ արևելք էլ չէր։ Սովետական միությունը եւ արևմուտք էր եւ արևելք էր։ Շատ հետաքրքիր բան ես ասում, այսինքն սովետական միությունը եւ Էստոնիան էր Եւ եւ Ուզբեկստանը, Թուրքմենստանը, կամ Թուրքմենստանը։ Երկու։ Այսինքն նույն սովետական տարածքեր պայմանակ ասած Ռիգան ու Սամարղանդը։ Այո։ Երկու տարբեր լիովին հակադիր բաներ, Բայց որում համոզում եմ, որ էստոնացին ու թուրքմենները իրար ախպեր են, երբ որ քաղաքական տարբեր զարգացումների վրա էին գտնվում։ Հա, բայց նայ, ոչ Ռիգան դարձավ Սամարղանդ, ոչ էլ Սամարղանդը դարձավ Ռիգա, բայց Երևանը, բայց կներես երկուսն էլ սովետականացվեցին։ Հասկացա, բայց նայ, խնդիրը որն է, որ մենք անգամ Սովետում լրիվ սովետ չէինք։ Մենք Հայաստան։ Հիմա Երևանը, լավ, մենք կարող ենք ասել Թբիլիսի, որովհետև շատ նմանություն կա Հայաստանի ու Վրաստանի մեջ։ Բոլոր այսպես զարգացումներում մենք զուգահեռներ կարող ենք տեսնել եւ մտավորականության, եւ ճարտարապետության, եւ յուրահատկության, նույն այբուբենի իրանցը ճիշտ ավելի անհասկանալի է վրացական, հա։ Հիմա նայ, ասենք Երևանը այդ քո ասած կոնտեքստում կամ Հայաստան, սովետական Հայաստան լինելով սովետական միությունում այնուամենայնիվ ինքը չդարձավ լիովին սովետական, բայց ոչ ասեց ես լիովին արևելյան եմ, մի րոպե հետ բերեք Չայխանաները, քարվանսարայները Երևանի եւ այլն, ոչ էլ ինքը միանգամից գնաց դարձավ ճճացող արևմուտք, բայց Երևանում ինչեր կային այդ սովետական շրջանում, կային ռոքի գիտակներ եւ սիրահարներ, իսկ ռոքը համարել արևելյան, ասենք, չի լինի, էլի։ Մեղմ ասած։ Բայց միևնույն ժամանակ կային արևելյան ինչ որ տենդենսների պահպանման օջախներ, չգիտեմ, կային թզբեխով մարդիկ, կային ջինսով, արդեն հայտնվող է ջինսի սերունդ, այսպես ասած։ Հակ համակարգի հետևանքը չէր։ Հա, բայց ինքը բան էր, sense այս լրիվ բան չէր, արհեստական չէր այդտեղ ինտեգրվում այդ ամեն ինչ, այսինքն ջինս հագնող սերունդը եւ չգիտեմ քաղաքի կենտրոնում Beatles քննարկող սերունդը դա անոմալիա չէր, դա շատ լիովին տեղավորվում էր այդ քո ասած քաղաքակրթական միջավայրում, ուրեմն այդ ռոք լսողի լիովին խորտ չէր ջիվանին։ Հիմա բայց ինքը կարողացել էր այդ ամեն ինչը համադրել, չէ՞, բայց այդ նույնը մենք տեսնում ենք ուրիշ տեղերում։ Այստեղ պետքա հասկանալ, որ իմ ասածն ինչ է, որ մենք դարերի ընթացքում այդ համադրման բանաձևի կրողն ենք, ոչ թե հակադրման։ Բայց հիմա մեզ եւ լավ, սենց ասեմ, այդ համադրումը եւ հակադրումը ավելի հստակ է դառնում, թե հակադրում։ Երբ որ սրվում են արևելքի եւ շատ պայմանական էլի արևելքի եւ շատ պայմանական արևմուտքի հարաբերությունները, ու երբ որ բանից դիվանագիտական մրցակցությունից դառնում է ակտիվ ֆազա հակամարտության։ Այդ ժամանակ, երբ որ դու գտնվում ես այդ ամեն ինչի մեջտեղը պայմանական ասած, հա, ուրեմն դու ուզես չուզես ինչ որ ընտրության առաջ ես քեզ տիպում են կանգնել։ Ոնց որ քաղաքականության մասն ես խոսում։ Հա, ոնց որ հիմա է։ Հա, բայց քաղաքականությունը իր շահերն ունի, որ այդ ինչ որ պահի կարող համապատասխանի արևելքի հետ, որ Տիգրան մեծը կարող մի պահ դաշնակցել արևելքի հետ, մի պահ դաշնակցել արևմուտքի հետ, չէ՞։ Նա ասենք օրինակ ինքը Միրդադ եւ Պատորի հետ էր դաշնակցում Պոնտոսի հետ։ Ես չգիտեմ, ասենք Պոնտոսը արևելք էր թե արևմուտք, հռոմեացիների համար արևելք էր։ Արևելք էր։ Բայց ինքը հունական քաղաքակրթություն էր մեծ։ Դե հա, բայց հիմա ասենք երբ որ համագործակցում էր արևմուտքի հետ Տիգրան մեծը Պոնտոսի հետ, այդ նշանակում է արևելյան ամեն ինչ վերացնում էր։ Ոչ, կամ երբ որ համագործակցում էր ասենք Արտավազդ երկրորդը Տիգրան մեծորդին Պարթևստանի հետ, այդ նշանակում է ինքը դադարում էր Արտաշատում թատրոններ բեմադրել։ Այո, այսինքն դա հրաժարվում էր Արևմտյանից, ոչ, շարունակում էր մնալ նույնը, այսինքն այդ համադրումը իմ կարծիքով այդ մեր բանաձևն է։ Հիմա նայ, դու ասացիր Կոստան Զարյան, Կոստան Զարյանի գրականությունը, դա արևելյան գրականություն թե արևմտյան ըստ էության։ Կոստան Զարյանի գրականությունը իմ խոր համոզմամբ արևմտյան ներշնչմամբ հայկական գրականություն է։ Ահա, այսինքն ներշնչմամբ, բայց այնուամենայնիվ հայկական, իմ այդ նույն կերպ։ Դե կնես այդ նույն ներշնչումները մենք մեր լրջագույն խնդիրներից մեկը այն է, որ վերջին 100 տարվա ընթացքում, լավ կամ 150 տարվա, լավ թվեր չասեմ, բայց շատ երկար ժամանակ մենք կարող ենք օրինակ
չգիտեմ, ասենք ռուս գրականությունը, Դոստոևսկի, Տոլստոյ եւ այլն, ինքը շատ ռուս գրականություն է, էլի, այսինքն Դոստոևսկին ինքը շատ ռուսական գրականություն է։ Շատ դժվար է օրինակ մեր մոտ գտնել հեղինակներ, որոնք չեն ազդվել այն մեծ միջավայրից, որտեղ որ գտնվել է այդ պայն Հայաստանը, հա, պայմանական ասած։ Հա, բայց նայ մենք մենակ ռուս գրականությունից չենք ազդվել, կամ Ֆիրդուսից մենք չենք միայն ազդվել։ Մենք միևնույն ժամանակ ազդվել ենք Շեքսպիրից, Ֆոլկներից, Հեմինգուեյից, այո, բայց այդ ազդեցության արդյունքում մենք ծնել ենք հայկական գրականություն, որը որ կարդում ես, չեմ ասում են անտաղանդ ինչ որ բաներ, բայց որը կարդում ես, չես ասում, սա միանշանակ արտագրություն է, չի Ֆոլկներից կամ չէ, դա արտագրության մասին չի խոսքը, ներշնչումը այլ բան է, արտագրությունը այլ բան։ Հա, բոլորն են ներշնչվում են։ Հիմա բոլոր գրողները մեկը մյուսից ներշնչվում են։ Մարկեսն էլ է ներշնչվել, ասենք Բորխեսից, օրինակ, կամ մեկ ուրիշից։ Օրհան Փամուկը ասում է, ես ներշնչվել եմ Դոստոևսկուց։ Հիմա դա որևէ բան չի, ամոթ բան չի։ Հիմա բայց նայ գրողներից քանի որ խոսեցինք Մկրտիչ Արմենը, որը հայտնի է որպես Հեղնար աղբյուրի հեղինակ, մի շատ լավ գիրք ունի 30-31 թվականի տպագրված, ինձ կոչվում է Երևան, որ այդ գիրքը արգելել են տպագրել, որովհետև սոցռեալիզմի մեջ չի եղել, մոդեռնիստական մեջը տենդենսներ են եղել եւ այլն, հետո 2021 թվականին վերահրատարակվել այստեղ։ Շատ հետաքրքիր գիրք է եւ հենց այդ արևելքի ու արևմուտքի մասն է Երևանի կոնտեքստում, որ ոնց էր քանդում Երևանը եւ կառուցվում էր պետք է կառուցվեր արևմտյան ոճի բան, ուր է արևելքը, բան, օրիենտալիզմից է խոսում եւ այլն եւ այլն։ Բայց այդ հենց նկարագրությամբ այդ Երևանը էլի ցույց է դրվում, որ ոչ արևելքն է այստեղ խորքային մնացել արևելք, այսինքն Երևանը այնուամենայնիվ շարունակել է արևելյան անգամ տիրապետության տակ իր ունիկալությունը պահպանել։ Ոչ էլ այսպես արևմուտքը ասենք բերեցին ու մի անգամից վերածվեց արևմտյան քաղաքի։ Ոչ, ինքը շարունակեց, ինչ էլ վերակառուցեցին, Թամանյանը ինչ էլ արեց, այդ ստիլը բերեց, դա կլինի Բալթյան ստիլ, թե չեմ, եվրոպական ստիլ, ամեն դեպքում այդ ստիլը ճարտարապետ։ Ինքը բերեց, դարձավ հայկական։ Գրականությունը բերեցին, ներշնչվեցին, քո ասած, դարձավ էլի հայկական։ Նկարչությունը բերեցին, էլի դարձավ հայկական։ Այսինքն մենք ոչ թե հակադրվում ենք, այլ համադրում ենք այդ ամեն ինչը, ու հիմա նայ, նու Կոստան Զարյանը շատ հետաքրքիր կերպար է, բայց ինքը Երևանում ստեղծել էր փոքր, չեմ Վենետիկ, փոքր Փարիզ իր համար։ Օրինակ, այսինքն ինքը երբ որ նստում էր Աբովյան փողոցում սուրճ խմելու, ինքը իր այդ փոքր Փարիզներ ստեղծում Աբովյան փողոցում, եւ արդյոք դա ընկալվում էր որպես խորտ օազիս, որ այս ինչ Աբովյան փողոցում, նախկին Աստաֆյան փողոցում բերել եք ինչ որ խորտ մի հատ Վենետիկ եք բերել, կամ Փարիզ եք բերել, կամ Վիեննա եք բերել, մտցրել։ Ոչ, ինքը ինտեգրվում էր եւ այդ նույն սրճարանները կամ այդ նույն հյուրանոցների այդ ռեստորանները եւ այլն չէին դառնում Երևանի համար օտար մարմիններ եւ ոչ էլ դառնում էին օտարամոլության կենտրոններ։ Բայց հիմա լավ, Կոստան Զարյանը նախ Կոստան Զարյանի կենցաղը ասում են, որ բավական ծանր է եղել սկզբնական շրջանում։ Ես օրինակ եմ վերցնում։ Հա, բայց արի ուրիշ բան ընդունենք, որ այնուամենայնիվ այդ նորամուծությունները, նաև արևմտյան ցցուն նորամուծությունները, որոնք Հայաստան եկան massայական առումով մեծ հայրենադարձության ժամանակ 46-40 թվականներին, առանձնապես սկզբնական շրջանում, ինչպես որ ցանկացած նորամուծություն երևի թե պահպանողական հասարակություններում, առանձնապես դրական չէին ընդունվում, ասենք պայմանական շատ կենցաղային բան եմ ասում, ասենք սուրճ խմելու ավանդույթը, որ ես չգիտեմ, արևմտյան ավանդույթը թե ոչ, արծե չի, ուղղակի նորամուծություն է։ Հա, ես չգիտեմ, այսինքն միգուցե սուրճ ասենք Թուրքիայում սուրճ չէին խմում, ասենք, հա? Ոչ չէին խմում։ Հա, օրինակ էլի, բայց պայմանական, այսինքն որ ես հիշում եմ, որ քանի որ մենք մեր իմ մի կողմն էլ է այսպես հայրենադարձներ, քոնը ինչպես նաև քոնը դու չես խուսափի այդ հանգամանքից, որքան էլ որ փորձես քեզ որպես գյումրեցի միայն ներկայացնել, բայց այնուամենայնիվ օրինակ պատմում են, որ երբ որ սուրճ էին խմում, ասենք այդ մոնումենտում, հա, այնտեղ որտեղ որ իրենք բնակվում են, ասենք դիմացի շենքի ժողովուրդը դա անցալում էին որպես
գրեթե այսպես անբարոյականության հետ հարվող մի ինչ-որ բան։ Դե դա մշակութային այսպես շոկեր են, որոնք մշակութային անընդունելիություններ են իրար հանդեպ, որը գալիս է չիմացությունից հաճախ, այսինքն հետո այդ մարդիկ, ովքեր չէին ընդունում, որ հայրենադարձները սուրճ են խմում, իրենք դառնում են ամենամոլի սուրճ խմողները, այսինքն դա իրենց համար մշակութային շոկ էր, բայց դա էլ է շատ հետաքրքիր հարց, որովհետև Երևանը, եթե արևելյան քաղաք է եղել, Երևանում կային բաղնիքներ, չգիտեմ, շուկաներ, քարվանսարայներ եւ այլն, թեյի մշակույթ կար, սուրճի մշակույթ չկար եւ դա ընկալվել է որպես ինչ որ խորտ երևույթ։ Ճիշտ այնպես հիմա ինչպես մեր մոտ մեր ժամանակներում ինչքան բաներ մտան մեր այսպես առօրյա, որը սկզբից անկալելի էր, այսինքն երկար մազերով տղա, չգիտեմ, պիրսինգով մարդ եւ այլն, որոնք սկզբից ես շատ բանը հայտնի լավ օրինակ կա, որ բոթասով կոստյում, եթե դու տեսնեիր այդպես մարդ 80-ականներին, հիմա էլ կան որոշ շրջանքներ, ասում են ոնց կարելի է այդպիսի բան անել, բայց դա դարձավ սովորական երևույթ, չէ, սովորական երևույթ։ Բայց ես առաջարկում Ռուբեն, մենք մեր խոսակցությունը տանենք մի քիչ այլ հունով, փորձելու համար հասկանալ նաև այդ տրամաբանությունը, էլի, տես, բան առումով, աշխարհագրական առումով Հայաստանը մերձավոր արևելք է, այսինքն մեզնով է սկսում մերձավոր արևելքի, ինչ ասեմ, հյուսիսային հատվածը երևի, էլի այդպես կարելի ասել, եթե նայում ենք բանով Իրանի սահմանով պայմանական, հա, դրա հետ միասին քրիստոնեական հանգամանքը մեզ մշտապես ձգել է դեպի արևմուտք, որտեղ մեր այլընտրանքային արևելքը եղել է Պարսկաստանը եւ Թուրքիան, այսինքն կամ արաբական աշխարհը, հա, ու երբ որ մենք հիմա խոսում ենք Երևանի մասին, որ Երևանը արևելյան քաղաք է, ինչի հետևանքով է արևելյան քաղաք եղել։ Այն պարզ պատճառը, որ եղել է պարսիկների եւ այնուհետեւ թուրքերի տիրապետության տակ։ Այսինքն եթե դու գտնվում ես ինչ-որ մի միջավայրում Թուրքիայի եւ Պարսկաստանի տիրապետության տակ, ցանկացած քաղաք, որը երկրաշարժերից շատ քանդվել էր, կարծեմ թե չեմ սխալվում եւ այլն, ինքը բնականաբար ունենալու է տիրապետող հետքը։ Հիմա օրինակ Սալոնիկը արևելյան քաղաք է։ Սալոնիկը, հա, գիտես, Սալոնիկը ոչ թե արևելյան քաղաք է, Սալոնիկը հունական քաղաք է, բայց դրա հետ միասին դու շատ ակնհայտորեն տեսնում ես այնտեղ թուրքական տիրապետության հետևանքները, շատ ակնհայտորեն, սկսված բանից White Tower կոչեցյալից սպիտակ ման, հա, աշտարակ, հա, այսպես կոչված, վերջացած բաներով։ Դու եթե օրինակ հիմա, ասենք, չգիտեմ, Սալոնիկը մեկ Լառնկա գնաս, հա, ասենք կամ Կիպրոսի ցանկացած այլ քաղաք գնաս, այսօրվա ազատ Կիպրոսի, հա, դու անպայման այնտեղ այդ արևելյան բանը կտեսնես, այդ հետքը անպայման կտեսնես ճարտարապետության հետքը։ Բայց նայ, ես քո այդ համաձայն, որ մենք կարող ենք զրույցը այդ ուղղությամբ տանել, բայց մենք քաղաքակրթական միջավայրը մինչև չտեղորոշենք քաղաքական զարգացումները դեպի Եվրամիություն, թե դեպի Եվրասիական միություն եւ այլն գնալը կստացվի քաղաքական, քաղաքագիտական ուղակի այսպես չէ բանաձևերի հրապարակում։ Հիմա իմ ասածը հետեւյալն է, դու շատ ճիշտ ես, այո, Հայաստանը արևելքում է եւ այլն, բայց մենք ձգտել ենք արևմուտք, այո, մենք լինելով արևելք մշտապես ձգտել ենք դեպի արևմուտք։ Բայց ես ասում եմ, ու բացատրությունը քրիստոնեությունն է։ Այո, բայց ես ասում, բայց քրիստոնեությունը արևելքից է, արևելքում ծագի։ Իրականում, հա։ Այո, մեր Տերը արևելքում է։ Այո, ծնվել է, այո, շուտ։ Հիմա Հիսուս Նազովրեցի։ Այո, հիմա նայ, իմ բանաձևը այդն է, եթե հայ ժողովուրդը երբ որ այսպես լիովին գլխապատառ գնացել է դեպի արևմուտք, ստացվել է անբնական պատկեր։ Երբ որ գնացել է դեպի արևելք, նույնպես ստացվել է անբնական պատկեր։ Հիմա արևելքի տեղը կարող ենք ասել հյուսիս, երբ որ գնացել է դեպի Ռուսաստան, ռուսաֆիկացված մարդիկ նույնպես չէ, մեր հասարակության մեջ ընկալվում են մի տեսակ ոչ ճիշտ, ոչ այսպես լիովին չեն ինտեգրվում մեր հասարակության մեջ։ Հիմա նայ, դրա համար մեր բանաձևը, երբ որ դու ապրելով արևելքում քեզ զգում ես արևմուտքում, բերում է դիսոնանս։ Հիմա նայ, օրինակ այսօրվա բանով ասենք,
մի քիչ նաև բարի պոստմոդեռնիստական ընկալման մեջ տանք։ Պոստմոդեռնիզմը որն է, որ տարբեր անհամադրելի երևույթներ իրար համադրում են, ու ասենք նույն գրողները, նկարիչները, արվեստագետները արևելքում ստեղծում են իրենց փոքր արևմուտքները, ասենք գնում են ինչ որ Hilton հյուրանոցի ֆոյեում սուրճ են խմում, բայց ասենք տիպիկ արևելյան մի քաղաքում եւ իրենք այդ արևելքից մտնում են այդ փոքր արևմուտքը, այդ իրենց սուրճը խմում են, սիգարը ծխում են, ասում են կաֆեներն են, էլի։ Հա, մենք գտնվում ենք ինչ-որ արևմտյան օազիսը, որտեղ ինքը գտնվելով արևելքում, իրեն դիսկոմֆորտ չի ուզում գտնվի արևելքում, ուզում է գնա արևմուտք։ Կամ թիատրնատագանք է, էլի, ասենք այդ վիճակով։ Այո, բայց մեր բանը այնա, որ մենք այդպիսի փախտնելու խնդիրներ չունենք, արևելքում արևմուտք ստեղծելու խնդիր չունենք, որովհետև մենք այդ համադրելու արդյունքում այդ ամեն ինչը ընդհանրական այդ հայկական քաղաքակրթությունը իրոք մենք ունենք միանշանակ հայկական քաղաքակրթությունը հենց նաև այդ քո ասածով տարբերվում է մյուսներից գտնվելով աշխարհագրորեն արևելքում մենք շատ ու շատ բաներով տարբերվում ենք արևելքից։ Բայց քաղաքակրթությունը էքսպանսիոնիստական բան ունի, է տրամաբանություն, դու քաղաքակրթությունը չի կարող լոկալ լինել, մշակույթն է լոկալ։ Հա, բայց մենք այդ տարբեր տարեր մեր մեջ բերել ու ինտեգրել ենք, այսինքն Վիլյամ Սարոյանը տիպիկ ամերիկյան գրող է, չէ՞։ Ամերիկյան գրող է Վիլյամ Սարոյանը։ Հա, բայց չկա ոչ մի հայկականություն։ Կա, չի կարա չլինի։ Բայց հիմա կարող ենք ասել, որ Սիրտը լեռներում է, Ջոնի։ Հա, բայց կարող ենք ասենք, որ այդ հայկական յուրահատկությունը այդ իր գրականության մեջ կա։ Դե հայկական մոտիվների ամերիկյան քանի գրողի թվարկենք, որոնք իռլանդացի են, հրեա են եւ այլն են, արդյոք պահպանել են այդ ամեն ինչ իրենց այդ հայկական քաղաքակրթական այդ տարը կամ իրենց քաղաքակրթական տարը պահպանել են, բերեցի, որի գրականության մեջ էլ հայկական որոշակի մոտիվներ կան, անուններից բռնացած, Արամը, այո, իմ քերի Արամը, չէ՞ դա չեմ բայց դու հիմա Շարլ Ազնավուրին ես, ասենք Շարլ Ազնավուրի հայկական քաղաքակրթությունը որն է, տիպիկ ֆրանսիական, եթե չասեմ, փարիզյան քաղաքաբանա տեսակա։ Ուղղակի Ազնավուրյանն է, Հա, բայց որևէ կերպ չի ջնջվել, չէ՞ նրա հայկական լինելը։ Չէ, դա զարգացել է երկրաշարժի, ասում են հիմնականում այդ հայկականությունը զարգացել է երկրաշարժից ժամանակ եւ հետո, բայց հարցը դա չի։ Այսինքն որ Ազնավուրը հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկն է, դա անքննարկելի է, այն որ Ազնավուրով մենք պարտանում ենք, դա նույնպես անքննարկելի է, բայց Ազնավուրի տված մշակութային պրոդուկտը հայկական չի։ Եվ ուրեմն հայկական քաղաքակրթություն չի։ Լավ, հիմա այսպես ասեմ Ազնավուրին երբ որ ասում են հայ, չգիտեմ, որ 70-ականներին, ասենք օրինակ, որևէ խորթություն, որևէ դիսկոմֆորտ, որևէ դիսբալանս առաջանում էր, որ փարիզյան բոհեմի երգիչը հայ է, ոչ մի ձևով խորթություն չէր, չէ, ինքը չէր իրեն հեռացնում հայկականությունից, իր ընտանիքը հայկականներ, չէ, ազգականները եւ այլն, որքան որ մեզ հայտ, բայց դա միգուցե հենց դա էլ է մեր ֆենոմենը, որ մենք արևելքի ժողովուրդ լինելով, հայտնվելով արևմուտքում, այդ ամեն ինչը կարողանում ենք համադրել մեր մեջ։ Հա, բայց ես նկատում եմ, որ քաղաքակրթական Եթե մարդը չի հեռանում, չի փախնում իր ինքնությունից։ Դե հիմա շատ ունեցել ենք, որ փախել է ինքնությունից, եւ ինչա դիսկոմֆորտ, բան չի, դիսբալանս է իր մոտ ստացվել։ Իր մոտ ստացվել է դիսբալանս։ Հիմա Ֆիլիպ Կիրկորովը, որ մի կողմից հայ է, բայց որ բանը անում է, այսպես փորձում է հնարավորինս հեռանալ կամ շատ քիչ դեպքերում հիշել, բան չի առաջացնում։ Ես ուրիշ բան եմ ասում, հիմա լավ, ասենք Շերնը չի հրաժարվում, որ ինքը հայ է, Քիմ Կարդաշյանը չի հրաժարվում, որ ինքը հայ է, ազգանունն էլ պահել է, Հայաստանն էլ եկավ, ցեղասպանության մասին է բարբերաբար տվիտ է անում, իդեպ էս կամ հայկական ինչ-որ իրականության մասին, իդեպ այդ առումով շատ լավ է, որ այսպես հայտնի մարդիկ դրա մասին խոսում են։ Երբ որ դու խոսում ես քաղաքակրթության մասին հայկական, ես տեղա իմ խնդիրը, արդյոք մի քիչ մեծ չի ասված հայկական քաղաքակրթություն, որտեվ այդ մարդիկ այնուամենայնիվ տեղական, լոկալ բաներ են, հա, այսպես չակերտավոր թող շատ բան ճիշտ ներքև խոսքս իրենց մշակույթի հետ կամ անհան հետ կա տեղական ստեղծագործողներ են, Ազնավուրը փարիզյան ստեղծագործող է, Շերը տիպիկ հոլիվուդյան երգչուհի է։ Հայաստանից դուրս եկանք, դրա համար մի քիչ թեման թեքվում է դեպի ուրիշ կողմ, ուղղակի Ազնավուրի կերպարը, Վիլյամ Սարոյանի ես Սարոյանը հաջողակ կերպար է, բայց Վիլյամ Սարոյանը կապված էր ոչ հաջողակ օրինակ էր։ Վիլյամ Սարոյանը ոչ միայն կապված էր սովետական Հայաստանի հետ, այլ կապված էր Բիթլիսի հետ, որտեղից ինքը ծագում էր եւ գնացել էր Բիթլիս, Թուրքիա էր գնացել, թուրք հայտնի գրողներն էլ իրեն հանդիպել էին, ուղեկցել էին եւ այլն։ Այսինքն
լինելով ամերիկյան հայտնի գրող, ինքը շարունակում էր իրեն ասոցացնել Բիթլիսի հետ, եւ եթե մենք վերադառնանք մեր խոսքը որն այսինքն ինքը ապրելով Ֆրեզնոյում Բիթլիսի ինքնությունը չէր մոռանում եւ կարողանում էր համադրել, չէ՞, այդ ամերիկյան եւ արևմտահայկական ինքնությունը իմ ասած հետեւյալն է Վիլյամ Սարոյանի մոտ արևմտահայկական ու ամերիկյան ինքնությունը ոչ թե հակադրության արդյունքում էր այսպես գոյատևում, այլ համադրված էր։ Դրա համար եմ ասում, միգուցե տերմինը քաղաքակրթություն չի, կամ մշակույթ տերմինը չի, այլ տերմին է, բայց այն, որ հայկական բանաձևը իրոք յուրահատուկ է, եւ երբ ենք մենք սխալվում, երբ որ մենք դնում ենք սև սպիտակի մեջ, ասում ենք ոչ, մենք գնում ենք միայն դեպի հյուսիս, ոչ, մենք գնում ենք միայն դեպի արևմուտք, եւ այդ ժամանակ առաջանում է դիսբալանս։ Հիմա նա այսօրվա օրինակը բերենք, այսօրվա կանք մեր օրեր, մի քիչ քաղաքակրթական, մշակութային, մի քիչ քաղաքական, հա։ Հիմա նա այսօրվան, ասենք, ասում եմ կարամ նստեմ վիզեր, թռնեմ հռոմ, սուրճ խմեմ, հետ գամ։ Եվ դրանով ինքը իրեն այդ տվյալ անձը ասոցացնում է արևմտյան, ինչ ասեմ, տիպի հետ, արևմտյան քաղաքակրթության հետ։ Լավ։ Բայց այդ նույն մարդը կարող հետ գա եւ այստեղ կազմակերպի իր կամ իր երեխայի հարսանիքը ընդգծված արևելյան շեշտադրումներով, աման ջարդելով, լավաշը ուսին փռելով եւ չգիտեմ մեղրը, ընկույզը, չգիտեմ ինչ եւ այլն անելով։ Բայց այդ մարդու համար եթե միայն հռոմն է սուրճ խմելը, բա էլ ինչ է ինքը նույնը հետ գալիս ու անում հայկական ավանդական հարսանիք։ Հռոմը հասանելի չի եղել, հիմա իր կարծիքով հիմա հասանելի է, 10 տարի է, 20 տարի է հասանելի է։ Որում ոչ թե վերջի 7 տարին։ Բայց այդ դա չի, չէ, նսեմացնում։ Հիմա մեր հայկական հարսանիքները միքս չեն, այդ ժամանակակիցի արևելքի ու արևմուտքի միքս չեն, կամ այսպես ասած հայկականի ու արևմուտքի միքս չեն։ Ուղղակի հարցն է, որ արևմտյան մշակույթը այնքան ուժեղ ու էքսպանսիոնիստական է, մանավանդ այդ երկրաբանի շոու բիզնեսի հետ կապված էլի, որ ինքը մեծ հաշվով նվաճել է ու բանի է, գաղութացման է ենթարկել նաև արևելքը, որտեղ որ նայում ես, ասենք, արևելյան հայտնի արտիստները, հա, երգիչները եւ այլն, նոր սերունդը գրեթե հիմնականում արևմտյան տրամաբանության մեջ է։ Ասենք օրինակ Լիբանանում հանրահայտ երգչուհի կա Ֆեյրուզ, հա, որը արաբական աշխարհի սոխակն է, այսպես ասենք, հա, Ֆեյրուզի երգերի տակ առավոտյան արթնանում եւ սուրճ են խմում մարդիկ, այնքան բարի եւ այսպես փափուկ ձայն ունի, հա, կա Ֆեյրուզը մինչեւ իման, որում բան, ասենք, շատ հայտնի ղեկավարը, օրինակ Մակրոնը, որ Լիբանան գնում, առաջինը Ֆեյրուզն էր հանդիպում, հետո նոր գնում էր, ասենք, Լիբանանի այդ օրվա վարչապետի հետ հանդիպման։ Բայց նոր սերունդը այլևս Ֆեյրուզ չի տալիս, ասենց ասեմ, այդ Ֆեյրուզի ժողովրդականությունը նոր սերունդի մոտ չկա կամ ավելի քիչ է։ Հա, ինչ նորմալ երևույթ է, բայց հիմա ասենք մեր երիտասարդ սերունդն էլ Գոհար Գասպարյան չի լսում, չէ՞։ Չէ, բայց դա արևմտյան է ինչ-որ Ֆլորա Մարտիրոսյան։ Չէ, հիմա մեր երիտասարդ սերունդի մի մասը կարող ասենք Սպիտակցի Հայկո լսի, էլի։ Չէ, բայց նույն հարսանիքների ժամանակ հայկական ավանդական երգերի տակ այդ ժամանակակից սերունդը ապարում է, թե չէ։ Հայկական ավանդական, չէ, հայկական ավանդական տրադիցիաներ ուզում է պահի, թե չէ։ Այդ լավաշը ուսին դնում են, թե չեն դնում։ Դնում են, բայց եւ մնացած ամեն ինչ անում, հա, բայց սովորույթներ, բայց նաեւ դա կենսակ երկու չէ։ Չնայած վերջերս մի երկու անգամ հարսանիքներ եմ տեսել, որ հայկական հիմա չէ, անոմալիաներ միշտ էլ կան։ Հիմա եթե այստեղից գան քաղաքականություն։ Այո։ Եվ հասկանանք մեր քաղաքական բանաձևը եւ այո մեր սխալները։ Հիմա Հայաստանը գտնվում է այս տարածաշրջանում եւ մենք ինչի պատմական էքսկուրս արեցինք։ Երբ որ Տիգրան Մեծը այս բանաձևը կտրում էր, ասում էր վերջ ես միայն արևմուտքի հետ եմ, խնդիր էր ունենում։ Երբ որ չեմ Պապ Թագավորը կտրում էր, ասում էր վերջ ես միայն արևելքի հետ եմ, խնդիր էր ունենում։ Այսինքն հայկականը հենց այս ամեն ինչի համադրելն եւ հիմա մեր քաղաքական խոսույթում, երբ որ հնչում է այդ բաները, տենդենսները, հա, ինչ տենդենս, հստակ, չէ։ Մենք գնում ենք դեպի Եվրամիություն, ոչ, մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն։ Մենք չեմ, Ռուսաստան, Բելարուս միություն ենք գնում, չէ, մենք գնում ենք, չէ, ասենք կիսատության խնդիր չի։
քո յուրահատկության ամեն մեկը իր բանաձևն ունի։ Դրա համար եմ ասում, մեր մեծ պոետն ասել է, մենք մեր ոչ մեկից չենք գերադասում, բայց միայն մենք այսպեսին ենք։ Հիմա դա չի նշանակում նացիոնալիզմ, մենք չենք ասում մյուսներից լավն ենք։ Մենք ասում ենք, այսպեսին է մեր բանաձևը ու պատմությունը մենք օրինակներ բերեցինք, սկսած, չգիտեմ, Ալեքսանդր Մակեդոնացուց մինչև ասենք Կիլիկյան Հայաստան։ Մեր գրականությունը, մեր մշակույթը, մեր ճարտարապետությունը այդ ամեն ինչի վկայությունն է։ Մենք չենք կարողանում փախնել մեր բանաձևից, բայց չենք էլ կարողանում ընկալել մեր բանաձևը ու անընդհատ գնում ենք այստեղ, միգուցե դրանից է մեր սխալը։ Միգուցե դրանից է, որ մեր պետությունը անընդհատ բախվում է գոյութենաբանական խնդրի, չգիտեմ, կործանման խնդրի, ճգնաժամերի եւ այլն եւ այլն։ Եվ հիմա ցավն այն է, որ հիմա էլ այդ նույնը, այսինքն կամը սև սպիտակը, երբ որ դնում ես առանց ճկունության, ասում են, մենք գնում ենք դեպի Եվրամիություն, ասում են, բա մի րոպե, բա Ռուսաստանի հետ ձեր առևտրաշրջանառությունը, չգիտեմ ինչքան է, եթե հանգարց գնաք, գազը կփակեն, այս կանեն, դուք սովից կմեռնեք։ Հիմա ասում են, չէ, դե ուրեմն մենք գնում ենք Ռուսաստան, Բելարուս միություն, ասում են, մի րոպե, բա մարդու իրավունքները, բա եվրոպական բաները, բա արևմուտքի հետ ձեր հարաբերությունները եւ այլն։ Բա հետո մեկի մոռանում, Իրան, Ամերիկա։ Հիմա Ամերիկայի մենք WhatsApp-ի ընկերն ենք արդեն, բայց Իրանը մեր անմիջական հարևանն է։ Հիմա այսինքն մենք ընտրում ենք ավելի լավ օրինակ, Իրանի ու Ամերիկայի մեջ ընտրում ենք մենք։ Կարանք ընտրենք, ասենք չէ, դեգեներատ լինենք ու ընտրենք։ Չէ, բա հիմա դրա համար եմ ասում, մեր բանաձևն են, որ մենք չպետք է այդ կարծրը ընտրենք, կարծր ընտրություն անենք, կոշտ ընտրություն անենք, որովհետև հայկականության այսպես բանաձևը այդ իր յուրահատկությունն է եւ միգուցե գանք այդ գիտակցման, որ արևելքում, արևմուտքում, չգիտեմ, հյուսիսում ու հարավում մենք ունենք հայկական մեր բանաձևը, հայկական մեր, չգիտեմ, քաղաքակրթությունը, եթե այդ բառը քեզ շատ անհանգստացնում է։ Դե դրա քաղաքական բանն էլ էլի, տես հիմա ասենք վերջի շրջանի տրենդները, որ նայում ես, ասենք իշխանությունները արդեն սկսել են հայ ժողովրդին առանձնացնել ու սև ու սպիտակների մեջ իրանց տրամաբանության շարունակման, մեկին ռուսահապատակ անվանել, մեկին, չգիտեմ, այդ խոսույթը զարգացնել 5-րդ ճարացում ակնարկել Ռուսաստանը անդադ հակառուսական։ Անդադ Կիլիկիայում ինչ է, լատին, դուք լատին եք, չէ, դուք հա, հիմա այդ եմ ասում, այսինքն երբ որ նայում ես մշտապես Հայաստանում եղել են բյուզանդասերների պայմանական եւ պարսկասերների ֆրակցիաներ, շատ պայմանական, հա, ասենք օրինակ, եթե մենք Արշակունյաց թագավորության տրամաբանության մեջ ենք նայում, ասենք պարսկասերների ֆրակցիայի ղեկավարը Հայր Մարտպետն էր իր մռայլ կերպարով, գրականությունից գոնե մեզ այդպես է հայտնի, էլի, այսպես Ստեփան Զորյանի թողած գրականությունից, իսկ ասենք բյուզանդասերների կամ պարսկասերների առաջնորդ, ասենք Մամիկոնյաններն էին օրինակ, կամ այլ որևիցե ներկայացուցիչներ, հա, իշխանական տոհմերի։ Հիմա այդ դիլեմա մշտապես մեզ եկել է ու մեզ մշտապես ուղեկցել է Բագրատունյաց շրջանում է ուղեկցել, դա Կիլիկիայի ժամանակ անշուշտ ուղեկցել էլի բյուզանդասերներ կային, արաբների հետ համագործակցող, լատին իշխանների հետ համագործակցության կողմնակիցներ եւ միայն մեծ հաշվով իմ կարծիքով հայ ժողովրդի կամ հայոց պատմության վառ արքաներից մեկի Լևոն II օրոք այդ ամեն ինչի բալանսավորումը տեղ ունեցավ, որտեղ Լևոնը կարողացնում էր եւ ասենք բանի հետ Սալահադինի հետ համագործակցել եւ կարողանում է Ռիչարդ III-ի հետ Ռիչարդ Առյուծասիրտը լավ չեմ հիշում։ Մի խոսքով Ռիչարդ Առյուծասիրտի հետ Կիպրոսի գրավմանը մասնակցել եւ Անդիոքի Դուքսին գերելի պատասխան իր եղբոր Ռուբեն Իշխանի գերության եւ այլն, այսինքն այդ բալանսավորումը արևելքի եւ արևմուտքի շատ քիչ պետական այրեր են, որ կարողացել են Հայաստանում իրականացնել։ Մեծ հաշվով բայց դա էլ ունի իր օբյեկտիվ հանգամանքները, մանավանդ 20-րդ դարի պարագայում, երբ որ մենք տեսանք մեր ժողովրդի մեծագույն առաջին ողբերգությունը, խոսքս ցեղասպանության մասին է, այնուհետև առաջին հանրապետության վախճանումը, ցավալի վախճանումը, որը կրկին պայմանական արևելք եւ արևմուտքի հակադրությունների հետևանք էր, էլի պայմանական, այստեղ Ռուսաստանը չգիտեմ կամ բոլշևիկյան բանը, որ մեկն ենք համարում, բայց այստեղ կային չէ՞ ինչ որ անգլիացի բաներ, մայորներ, եսիմ գերմանացի գնդապետներ, եսիմ ինչեր եւ այլն, իրականում ոչ մեկ ոչինչ չէր, երբ որ թուրքերը մտան Հայաստան ու շարունակեցին մեզ մորթելը։ Արդեն 90-ական թվականներից սկսյալ, իդեպ 88-ի շարժման
կարևորագույն առանձնահատկություններից մեկը ոչ թե կողմնորոշում, այլ դիրքորոշում տրամաբանություն է, այսինքն մենք չունենք կողմնորոշում, մենք դեպի Ռուսաստանն ենք, մենք չունենք կողմնորոշում, մենք դեպի Արևմուտք ենք, ինչ մենք ունենք դիրքորոշում այս կամ այն հարցի շուրջ, այսինքն այս հարցի շուրջ մեր դիրքորոշումը այսպեսին է, մյուսի շուրջ դրա հետ միասին դուք իհարկե չես կարող հաշվի չառնել են ահռելի ուժերը, են պոտենցիալը, են հնարավորությունները, որոնք ունեն հարևան երկր, հարևան եւ ոչ այնքան հարևան երկրները, իրենց ներազդման մեխանիզմներով ու համակարգերով, բայց դա բալանսավորելու, դա հայաստանյան շահի կամ հայկական շահի, այսինքն արևելքի եւ արևմուտքի հակադրությունը կամ Հայաստանի կողքով անցկացնելու կամ դա հայաստանյան շահի վերածելու եւ Հայաստանն անգամ այդ հակամարտող ուժերի համար ինչ-որ համագործակցության կենտրոն հնարավոր սարքելու հնարավորություններ մենք ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ եւ 90-ականների հաղթանակների մեծ մասի նաեւ գրավականը հենց դա էր, հա, ասենք, չգիտեմ, բանում հաղթում էր, ասենք Ռուսաստանում, ասենք մեկ էլ բան էր, պուտչ էր բարձանում օրինակի համար, պայմանական ասած, բանը, ասենք հայկական իշխանությունը չէին տրվում այդ տրենդին, որ ասենք հիմա պետք է դատապարտեն կամ սպասում էին օրինակ, տեսնեն թե ինչ է կատարում ըստ իրավիճակի։ Նույնն էլ ամերիկյան տրամաբանության մեջ երբեք ասենք չէին դառնում Ռուսաստանի փաստաբանները այս տարածաշրջանում, էլի։ Արեք, հիմա նայ դու քաղաքական բանն ես նկարագրում, շատ ճիշտ։ Լևոն երկրորդը բալանսավորել է եւ այլ, բայց քաղաքական մտածողությունը պետք է ծնվի հասարակությունից։ Այո։ Հիմա եթե հասարակության մեջ սև սպիտակը գնա, որ ասի, եթե ես թռնում եմ վիզերով Հռոմ, սուրճ խմելու եմ, ես Իրանի հետ հարաբերություն չպետք է ունենամ, կամ իմ համար պետք է խորտ լինի թոնիրը, այլ ես պետք է ընտրեմ միայն ֆոկաչոն, ես լավաշը ինձ արդեն խորտ է այլևս, կամ ուզբեկական հացը, այդ ժամանակ այդ հասարակությունը, այդ մտածողությունը հեռանում է իր բանաձևից, որ հայկականությունը դա յուրահատուկ քաղաքակրթություն է եւ առաջ է բերում, ծնում է քաղաքական գործիչներ ու քաղաքական մտածողություն, որը տանում է պետության ավտոն, խփում է պատերին, այսինքն ասում է, չէ, միայն գնում ենք այս կողմ, հետո գնում ենք չեն կողմ, հետո այդ ձևը անում ենք իբրև թե մենք բալանսավորում ենք, հա, իբրև թե բալանսավորում ենք, այսինքն նայեք, այսօրվա բանին եթե նայենք, ընդդիմադիրներին մեղադրում են ռուսամետության մեջ, չէ, ռուսական էլ սկսած գործական լինելուց մինչև, չգիտեմ ինչ, եւ այլն, 540, մյուս կողմից գնում են եւ Պուտինին ասում են մենք եղբայրական ժողովուրդներ ենք, հիմա եւ այսինքն դու մի ասում ես ես չունեմ իբր ընդգծված այս կամ այն ուղղությամբ հանդեպ ատելություն կամ համակրանք, բայց բոլոր քո քաղաքական մեղադրանքները ինչ որ ուղղությանը սատարել են, հակառուսականության ակնհայտ։ Հիմա նայ, այստեղից նույնիսկ որպես մտ արևելագետ էլի ասեմ։ Արևելագիտության մեջ ինչ է այդ օրիենտալիզմը, որ արևմուտքը շահագործում է արևելքին եւ արևելքը դիմադրում է արևմուտքին, որ հանկարծ իրեն չշահագործեն եւ այլն։ Հիմա բայց հայկական արևելագիտությունը լրիվ ուրիշ է։ Այսինքն մերը նման չի ոչ հոլանդական, ոչ գերմանական, ոչ ռուսական, ոչ մեկին նման չի։ Մենք այդ հարցում ենք յուրահատուկ, որտեղ գտնվելով արևելքում ուսումնասիրում ենք արևելքը, լինելով արևելքում տարբեր ենք արևելքցիներից, ուսումնասիրում ենք մեր հարևան ժողովուրդներին իրենց հետ ունենալով բավական տարություններ, բայց միևնույն ժամանակ ունենալով տարբերություններ եւ բանը գրականությունով եթե փորձենք ամփոփել Մավետիկ Իսահակյանի գրականությունը, որ նայում ես, չեմ Աբուլալա Մահարի բանի վրա, դա ասում ես, միգուցե սա արևելյան է։ Մեկ էլ Ռիալտոյի կամրջին սպասում է։ Այդ եմ ասել, մեկ էլ գնում է դեպի արևմուտք Վենետիկում Ռիալտոյի կամրջին սպասում է։ Հրաշալի Ռուբեն Զարյանի հուշերում Իսահակյանի հետ այդ հանդիպումների մեկի ժամանակ նկարագրում է, չեմ հիշում ով է ասել, Երենիկ Դեմիրճյանը թե ով, Իսահակյանին ասում է դու այդքան տարի ապրեցիր Եվրոպայում, բայց էլի մնացիր նույն գյումրեցին։ Այսինքն ինքը շարունակում էր եվրոպական արևմտյան տենդենսների կրող լինել այդ իր գավազանով, այդ իր հակու կապով եւ այլն, իր իմացությամբ, աշխարհայացքով եւ այլ ճաշակով գրականության մեջ այդ ամեն ինչը մտցնում, բայց շարունակում էր մնալ գյումրեցի, մնալ հայկական այդ քաղաքակրթության կրողը։ Հետևաբար արևելք ու արևմուտք այդ դիլեման
մեզ համար սխալ հարցադրում է, իմ կարծիքով, սխալ է դրված հարցադրումը, մենք այդ հարցադրման գերին ենք դարերով եւ այդ հարցադրումից բխող իմպերատիվների ազդեցության տակ ենք գործում։ Դրա համար ասում ենք, եթե սենց, ուրեմն սենց, եթե այս կողմ, ուրեմն այն կողմ, սկսած կենցաղից, եթե դու սիրում ես կրուասան, պետք է չսիրես լավաշ, եթե դու սիրում ես կամ ուտես կրուասան եւ շաուրմայի այդ միայն։ Հա, ասենք այդ էլ համադրես, էլի շաուրման կրուասանի մեջ եւ այլն ու ասես դու բան ես։ Հիմա այո, ես էլի դու քաղաքակրթական տարբերության ես մի քիչ ավելի քաղաքական եմ տանում այնուամենայնիվ։ Շատ քաղաքականացված մարդ ես։ Հա, ինչ անեմ, ասում եմ, կյանքն այդպեսի մենք այդպեսին չենք, հա։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ թե արևելքի եւ թե արևմուտքի եւ թե ընդհանրապես խոշոր պետությունների մեծ շրջապատող որքույր մեզ ստիպում են այդ բաները կատարել, ընտրությունները կատարել, հա, քաղաքական եւ քաղաքակրթական ընտրությունները կատարել, ինչպես նախկին ոդկասթի ժամանակ էինք խոսում, բացառապես իրենց երկրի շահերն են ու ամեն մեկը առաջնորդվում է իր շահերով, իր տրամաբանությամբ եւ քեզ փորձում է մտցնել մի խաղի մեջ, որտեղ ինքը պետք է շահող դուրս գա, հա։ Դրա համար այս գահավիժող ընթացքի կանգնեցման միակ շահառուն հայ ժողովուրդը պետք է լինի։ Միակ շահառուն։ Որովհետև եթե դու մտածում ես, որ օրինակ պայմանական, չգիտեմ, ամերիկացիները քեզ օգնելու են, ռուսները քեզ օգնելու են, մյուսը քեզ օգնելու են, կարող է ինչ-որ չափով օգնեն ամենը։ Մենք չպետք է մոռանանք, որ շատ դեպքերում պատմության մեջ բազմիցս օգնել են, օրինակ 90-ական թվականների հաղթանակում մեծագույն դերակատարություն ունեցել Ռուսաստանի այդ օրվա քաղաքական իշխանության մոտեցումը խնդրին, հա, ինչքան էլ որ հիմա դա կարող է փորձվում սրբագրվել եւ այլն, բայց դրա հետ միասին Հայաստանին անհրաժեշտ է արևելք եւ թե արևմուտք դիլեմայի մեջ հայկական օրակարգ։ Հիմա դու հայաստանյան եւ հայկական օրակարգ։ Քաղաքակրթություն, բայց հայկական օրակարգ, բայց այդ հայկական օրակարգը ինչի վրա է հենված։ Այդ մեր յուրահատկության վրա։ Մեր հայկական օրակարգը հենց մեր օրակարգ։ Ես չեմ ասում, ես չեմ ընդունում, թամենացի կարող բարձր բառը դա քաղաքակրթությունը։ Բարձր ասենք, հետո ասման այդ մենք մարտի հետո բարձր։ Հիմա նայ մի հատ էլ շատ կարևոր հանգամանք կա, որ երևի միայն մեր վրացիների պարագայում կարող եմ այդ զուգահեռը տանել։ Հիմա վրացիները արևմուտք են թե արևելք են։ Ինձ թվում է նույն դիլեմայի այսպես բանը վիճակում էլ իրենք են։ Հիմա ընդ որում երբեմն Վրաստանում ընդգծված արևմտամետությունը չէ լինում։ Մշտապես իրենց տրենդը դա։ Այո, այսինքն հիմա չէ, այսինքն դարերի վեր։ Նույն սովետի ժամանակ Coca-Cola, jeans բան առաջին այնտեղ ա եղել եւ այլն, չէ, այդ բաները։ Չեմ կարող ասեմ առաջինը, բայց մերի հետ միգուցե զուգահեռ, հա։ Բայց հիմա այսօրվա վրացական իշխանությունները այդ համադրությունը չեն անում։ Այսինքն ասում են մենք չենք մտնում Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Դեռ չենք ուզում տանկի հետ տեսնենք, բայց մենք արևմտյան բաներն են, արևմուտքի հետ բան ենք անում, բայց արևմտյան արժեքները դա միայն կներեք այն հայտնի հայլասերումների, չգիտեմ ինչի։ Դա էլ է գրեհկացում էլի։ Բանը չի, չէ՞, արևմտյան արժեք որ ասում են միայն այդ տիպի բանը։ Հիմա Հոլանդիա որ ասում են դու ինչ ես հասկանում։ Ասենք նորմալ մարդը պետք է հասկանա Վան Գոգի թանգարան, նորմալ մարդը պետք է հասկանա, չգիտեմ, այդ հոլանդական հրաշալի այդ պեյզաժները, կակաչները, զինագործությունը, հողմաղացները, մյուսը եւ այլն։ Դեգեներատները պետք է ամենջապես հասկանան, ասենք կարմիր նավթերների փողոցները եւ այլն։ Բայց Հոլանդիան ինքը այսպես կոնսերվատիզմի եւ միգուցե այսպես լիբերալիզմի միգուցե համադրություն է եւ այսպես պետք է ճանաչես իմանաս որ այդպիսի եզրահանգումների գաս, բայց այնտեղ շատ պահպանողական տարեկան եւ չմոռանանք որ այնտեղ շարունակում է թագավորություն լինել, թագավոր, թագուհի լինել եւ այլն եւ բանը այս վրացիների հետ զուգահեռ եթե փորձեմ ամփոփել բերել ուրեմն հայ դիվանագետները, միգուցե հայ պաշտոնյաները ու վրացի երևի թե ընդգծված ունեն առավելություն արևմուտքի եւ արևելքի հետ բանակցելիս ավելորդ ճիքեր չանել Երևալ արևելքցի կամ Երևալ արևմուտքցի մնում են հայ կամ մնում են վրացի եւ լիովին համահունչ է լինում հիմա ես որ նայում եմ օրինակ Իրանի արտգործ նախարար Արախչին երբ որ ուզում է
արևմուտքի հետ շփվելիս ընդգծված ասել ինչ որ արևմտյան բաներ, որ մենք բան եւ այլն, անմիջապես արհեստականություն է իհարկե տալ։ Ես գոնե այդպես եմ տեսնում, արհեստական։ Բայց հայ դիվանագետի պարագայում խոսքը հիմիկվա մասին չի։ Խոսքը ընդհանրապես հայ դիվանագետի մասին է, հա։ Եվ մասնավորապես հայ դիվանագետի մասին։ Այո, այս անոմալիան էս բանը չի գործում։ Այսինքն, երբ որ դու տեսնում ես, որ հայ դիվանագետը բանակցում է ինչ որ հայտնի շեյխի հետ, պարտադիր չի որ այդ հայ դիվանագետը ասոցացնի իրեն արևելքցու հետ, ասի մենք այդ պարոն շեյխ, մենք էլ ենք արևելքցի, դրա համար իր հետ կարող ենք խոսել։ Եվ այդ նույն արևելագետ դիվանագետը, երբ որ բանակցում չեմ Հռոմի պապի հետ, ինքը էլի շատ պարտադիր չի որ ասի, գիտեք, մենք բան արևմուտք ենք, չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Ինքը մնում է հերիքա, որ բավական է, որ ինքը մնա իր հայկական քաղաքակրթական օրակարգում, կլիովին կարողանում է այդ ամեն ինչը համադրել։ Իմ կարծիքով սա է բանաձևը։ Ես շատ երկար եմ մտածում այս հարցի մասին, եւ որպես հայ քաղաքացի, եւ որպես արևելագետ, որտեղ այդ դիլեման միշտ կա։ Օրենտալիզմ, արևելք, արևմուտք, արևելք թե արևմուտք, արևելքն է լավը, թե արևմուտքն է լավը եւ այլն, ով է հաղթում ում, բայց այդ բանի մեջ որ մտցնում ես հարցը, հիմա տեսնում ես, որ ճիշտ պատասխան չես տա։ Հիմա արևելյան Երևանը պարտվեց արևմտյան Երևանին, որ այսօր ունենք այս բարձրահարկերով։ Չէ, արհեստական ասը, որտեղ արևմտյան ռուսերեն լավ հաշվում է, западный образ жизни։ Արևմտյան կենցաղվարությունը ինքը կրկին է, պետք է ասել են, խոսում են, ինքը էքսպանսիոնիստական է, ինքը շատ արագ տարածվող է, շատ արագ ընկալող է, ոստի կներես, ասենք, Չինաստանից մինչև պահպանելով իրենց անշուշտ իրենց առանձնահատկությունները մյուսը, բայց վերջը, ասենք, չգիտեմ, iPhone են հագնում, ջինս են մանում, հետո արդեն արևելքը ինքս է ավելի լավ iPhone-ներ արտադրել, ավելի լավ ջինս արտադրել կամ ավելի լավ հագուստ արտադրել։ Իսկ այդ մի քիչ կեղծ է այդ կենցաղվարության տրամաբանությունից ելնելով, էլի։ Համենայն դեպս, ճիշտ է հայկական օրակարգն է։ Այո։ Հայաստանյան եւ հայկական օրակարգն է, դիտեք մեզ, շնորհակալություն, որ ժամանակ հատկացրիք նայելու մեզ այսօրվա զրույցը, դիտեք մեզ շաբաթ օրերը ժամը 10:00-ին 22:00։ Այո, միշտ ես 10 եմ ասում, Ռուբենից միշտ ուղղում է 22:00-ին 24-ի եթերում պրովզուրիստներ։ Շնորհակալություն։